Տեսակ չէ վերջին ձե հունից հանեցիք։ Հետևորդներ ջան, երբ որ մաշինինգների վերաբերյալ այն խապեությամբ բլոկած հեռախոսների պատմությունը ձեզի ցույց կտայի, որ Telegram-ով խապել կա, iCloud բլոկել կա եւ այլ, հորդորեի որ սաղը դեռնիկ զգույշ, հեշ մեկը ուրիշ iCloud-ը ձեր հեռախոսի մեջ չհավաքեք եւ այլ, շատ շատերը նորմալ չեն տունին, դաժին պես մարդ եղա, որ տակը գրես դու ես բլոկե, դու էլ կփացես։ Հələ եթե ինչ որ մեկը առանց երկար բարակ մտածելը դիք կգրե, դիք նորմալ է։ Բայց երբ որ տեսնի որ մեկ 40 հոգի մարդ կլայքի էդ իրա գրածին, ու այդ լայքողների մեջն էլ լիքը մարդ կոր հենց ինձի հետևորդ է, ինձի պետք չէ այդպես հետևորդը կխնդրեմ զդվեք։ Թող այդ 44000 հոգուց մնա մակուր 10000 հոգի, ով որ իրոք ինձի կվստահե, ինձի թավերյա իմ աշխատանքը գիտե, ինձի կճանճի։ Չի կարելի առանց հիմք ունենալու մարդուն շուտեմ ինչ որ բանի մեջ մեղադրել։ Ուշ թե շուտ որ նեղնա գաք էլի պետք է դիմեք։ Տեղ թողեք որ նորմալ վերաբերմունքի արժանանաք։ Ինչևէ, այս ամեն ինչը պատկերացրեք այնքան շնձի հունից հանե, որ ես որոշեցի ձեր հետ կիսվիմ իմանաք։ Դե այս անգամ էլ ինչով տեսակ iPad Pro բացեցի կոդերից, 13 դյույմանոց հսկա էկրանով, գերհզոր պարամետրերով, 6-րդ generation, iOS 26-ով, լրիվ մաքուր է, բացված է iCloud-ից։ Ու այժմ ցանկացած iPad հնարավոր է կոդերից բացել։ Մեզ որ եթե դուք էլ կունենաք, շտաբեք, դիմեք մեզ, քանի այս տարբերակը դեռ գործում է, դուք էլ ձեր iPad-ը կոդերից բացեք։ Իսկ մաշինինգների թեման դեռ արդիական է, դեռ շարունակում են բլոկել, խապել, կոդ գումար ուզել եւ այլ, լինում ենք զգույշ, ուրիշի iCloud-ը մեր iPhone-ների, iPad-ների մեջ չենք մուտքագրում, լայքեք, տարածեք, որ ինչքան հնարավոր է շատ մարդ տեսնի ու լինի զգոն ու լինի զգույշ։ Իսկ այն մարդը, ով ինձ հետևում է ու իրոք հավատում ու վստահում է իրա ցավը տանիմ, իսկ այն մարդը, ով որ կարող է մեկը դրում կասկած ունենա, կխնդրեմ հեռու մնա։